մենք պարտավոր ենք հասկանալ այդ ծնողներին, որովհետև իրենք անգամ այսօր որևէ մասունք են ուզում ստանալ իրենց որդիներից։ Այնպես իրենցից ակնկալում Իսկ ուրիշ ինստիտուտ այդ իմաստով, ուրիշ կամ կներեք պիտի Պուտինից ակնկալեն, ոնց որ որոշ մարդիկ անում են, կամ ամենայն դեպս ընդդիմությունից չեն կարող, որովհետև ընդդիմությունը այս պայն լծակներ բնականաբար չունի, իրենք վերջի հույսը ամենայն դեպս չնայած լավ անգամ եթե 99%-ով էլ իրենք չեն հավատում Նիկոլ Փաշինյանին, առավել ևս կնոջը, իրենք ուրիշ տարբերակ չունեն, բայց ես համոզված եմ, որ այդ ծնողների մեջ են ապագա թեյլերյանները, այնպես չի, որ ասենք, եթե այդ մարդիկ իրենք ձեռք չեն տարել զենքի, դա չի նշանակում, որ մի օր չեն տանի։ Այսինքն Նիկոլ Փաշինյան, եթե թվում է կարող այդ մարդկանց համոզի կամ չգիտեմ ինչ, ինքը իր կոպիտ ասած դատավճիռը արդեն կայացված է։ Ինքը կամ կրկնում եմ, պիտի որքան հնարավոր շուտ հայտնվի ԱԱԾ-ի պատվալում, պաշտպանվի պետության կողմից, կամ կներեք, այսինքն որևէ մեկը չի կարող երաշխիք տալ, որ ինչ որ մեկի մտքով չի անցնի, որը կորցրել է ամեն ինչ, մարդիկ կան 2 տղա են կորցրել։ Այդ մարդիկ ուղղակի կրկնում եմ, անգամ որևէ շորի կտորը իրենց երեխաներից իրենց ուրախությունը հասկանալ կարելի է։ Այս բարակոյթի իրենց հասկանալ կարելի է, իմ համար անհասկանալի արվեստագետների պահվածքը, որ անգամ այս փուլում, այսքան կորուստներից, այս ամեն ինչից հետո արվեստագետները վախվորած, հանկարծ չասեք հրաժարականի հարց, մենք այստեղ քաղաքական հարց չենք լուծում, բա ինչ հարց եք լուծում։ Այսինքն այս ամեն ինչին հասցրած մարդիկ ինչա, պիտի մնան իշխանության, որ այդ հարցերը լուծեն։ Ես չգիտեմ, այս վախվորածությունն ասեմ, ստորաքարշությունն ասեմ, ինչ ասեմ, որ շարունակում է ուղղորդել արվեստագետներին։ Դա Աշոտ Ղազարյանը կլինի, Հրամ Թոխատյանը կլինի, այս զարուրանքին հասցրած, որ ուժ են տվել ժամանակին Նիկոլ Փաշինյանին, Միքայել Պողոսյանը կլինի, Հասմիկ Պապյանը կլինի եւ այլոք։ Գիտեք ինչ, ժամանակին Ժակ Բրելը ասում էր, եթե բանաստեղծին ուզում է սպանել, նրան կերակրի։ Ցավոք սրտի Հայաստանի հիմնական մտավորականների մեծ մասը միշտ կերակրվել են եւ սպանված են եղել եւ շատերը մենք տեսանք ինչպես էին իրենց պահում այդ հեղափոխությունից, Թավշյա ճակերտավոր հեղափոխության ընթացքում հետո, երբ որ ասենք վազելով խմբերով գնում էին, բայց մի բան ակնհայտ է, եթե ասենք Հենրիկ Հովհաննիսյանի պես մեկը, որը իմ համար զարմանալի էր, որովհետեւ կներեք ինքը Շեքսպիրի ողբերգություններն է միշտ վերլուծել, բայց այսօր երբ որ մեր ժողովուրդը, մեր երկու պետությունները ողբերգության մեջ են, ինքը մի բառ անգամ չասեց, անգամ նորից այս этаպում փորձում է, ասենք, պաշտպանել Նիկոլ Փաշինյանին եւ ասինքն հարվածներ հասցնել ընդդիմության այդ խայտարակությունը։ Ես նույնիսկ ստատուս էի գրել, որ հիմա նորից? Չէ, մի քանի օր առաջ։ Մի քանի օր առաջ։ Հենրիկ Հովհաննիսյանը ինչ ասել։ Նորից պաշտպանել էր ընդդիմությանն էր վիրավորել նախկիններին, այսպես ասած։ Ես նույնիսկ գրել էի, որ Շեքսպիրի Համլետի մի հատ կերպար կա Օզրիկ, որ Համլետը իր մասին ասում է այնքան է սիրում հաջողախոսել, որ ծծելիս մորստինքներին հաջողախոսած կլինի։ Ես ասում եմ Հենրիկ Հովհաննիսյան, քանի մոր կաթեք կերել դուք, հասկանում եք, ինքը այսօր այդ Օզրիկն է։ Հիմա չի կարելի նույն մտավորականություն Լալա Մնացականյան եւ տարբեր մարդիկ, որոնք ուղղակի խայտարակություն է, որոնք նաեւ մեր երիտասարդության ճաշակը փչացրեցին իրենց այդ սերիալներով։ Իրենք պիտի հասկանան, որ մաքրվելու է։ Ես այսօր իրենց իմ համար իրենք հետաքրքիր չեն, իրենք նորից միգուցե փորձեն տեղավորվել ինչ որ այս ապագա իշխանության կամ ամենայն դեպս փորձեն պաշտպանվել կամ իրենց պաշտպանելու համար դիրքափոխություն կատարեն, բայց ակնհայտ է, որ այսօր ժողովրդի խնդիրն է, այն շարժիչ ուժը, դրանք քաղաքական ուժեր են, այն մտավորականները, որոնք երբեք չխոնարհվեցին այս իշխանությունների, իհարկե, եւ ըստ էության վերջ։ Եվ մենք Վահրամ Սահակյան ամենակարևորը, որը այդ նույն Միքայել Պողոսյանը, որ ասում է ես մեագուլպա եմ խաղացել, բայց դու խաղացել ես Վահրամ Սահակյանի գրած բառերն ես արտասանել, դա քո մեջը չի եղել, եթե դա քո մեջը լիներ, դու այնտեղ չէիր լինի։ Դրա համար եւ անգամ իր Վահրամ Սահակյանի այդ ներկայացման, այդ վերջի ներկայացման բացմանը ինքը չեկավ, հասկանում եք, որտեղ վախենում էին գա։ Ըստ էության հիմնականում դերասանները չեկան։ Այսօր հարցը հետեւյալն է, մենք պիտի նույնիսկ ասում եմ, անգամ այս մարդկանց ուշադրություն չդարձնենք, ով ինչ անում։ Այսօր այնքան մարդիկ են զանգում, ներողություն խնդրում ինձանից, որ կներես, սենց ենք պահեմ ես եւ բայց մենք հիմա
պետություն ենք կորցնում։ Եթե մենք ոչ թե պիտի ներենք իրենց կների Աստված։ Մենք այսօր մեր երեխաները պիտի այնպես անենք, որ մեզ ներեն, որ մենք ինչ որտեղ пассивություն ենք ալի։ Ես անձամբ ինքս ասենք Վերջին նորությունը նշանակեց Արայիկ Հարությունյանը Վիտալի Բալասանյանի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ քիչ առաջ տարածեց։ Խնդրեմ ձեր կարծիքը։ Ինֆորմացիայի պակաս ունեմ այն իմաստով, որ ինչի է Վիտալի Բալասանյանը համաձայնվել, ես իմ համար մի քիչ անհասկանալի է, ավելին ասեմ անընդունելի է, որովհետև այդ նույն Արայիկ Հարությունյանի հետ կապված ինքը շատ բաներ ասել, մանավանդ այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանի պլանների մասին համենայնդեպս Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել։ Եթե այս նշանակումով համենայնդեպս համաձայնությամբ Վիտալի Բալասանյանը հետո պիտի այնպես անի, որ Արայիկ Հարությունյանը ընդհանրապես խաղից դուրս գա, միգուցե արժեր, բայց եթե ուղղակի կներեք ընդհանրապես պետքա պաշտոնի համար է գնացել, ես ուզում եմ չհավատալ, որովհետև ես ինքս Կարծեմ Վիտալի